Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր սիրով հյուրընկալել եմ հայագետ, արևելագետ, գրող հրապարակախոս Տիկին Լիային։ Այսուհետև մենք Տիկին Ավետիսյանի հետ շատ հաճախ կհանդիպենք ու ամենակարևորը կհանդիպենք ֆիքսված օրերին։ Ինչպես եք Տիկին Ավետիսյան։ Փառքաստու լավ է Մարիկ ջան։ Ամեն ուրբաթ հանդիպելու ենք։ Այո, դառնանք ուրբաթախոս։ Ուրբաթ օրերը, այսպես ասած, Տիկին Ավետիսյանի ժամն է լինելու եւ մեր հետևորդները եւ բոլորը ձեր երկրպագուները, որոնք ձեր խոսքը սիրում են, ընդունում են, կարող են միացնել մեզ եւ դիտել ձեր թողարկումները։ Բայց ես բոլորին ուզում եմ մի բան խնդրել։ Այդտեղ ես նայեցի այսօր 12000 մնացե, որ դու 300,000-ը բոլոր ես քո բաների երկրպագուների հետևորդների արդեն 10000 նու մանավանդ թող բոլորը բաժանորդագրվեն ինչ կլինի մեծ գործ արած կլինեք ես ու դու ինչ որ մի գործ անում ենք չէ իրանց համար իրանք էլ թող բաժանորդագրվեն շատ խնդրում եմ շատ սիրելով եմ ասում շնորհակալություն Տիկին Ավետիսյան խոսելու ենք կարևոր թեմաների մասին այո մեր հետևորդներին ես անոսեմ թեմաները որից հետո շարունակենք Իսրայելը սպառնալով Թուրքիային ընդունեց հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Թուրքիա-Իսրայել թշնամությունը մտավ նոր փուլ, իսկ Ադրբեջանը կորցրեց իր նշանակությունը Իսրայելի համար։ Իսրայելի սառը հաշվարկը եւ Հայաստանի լռությունը ուր է տանում ցեղասպանության ընդունման թեման։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ այսօր խոսելու եմ պատրաստված հյուրընկալված Լիա Ավետիսյանի հետ։ Մնացեք մեզ հետ։ Շատ լավ հասկանում են, որ իրանք ծայրին են ասել։ Միացխալ քայլ կյանլեկին կստանան։ Սա ների տարիներն են։ Հավաքվեք, բռունցքներդ տեղը դրեք։ Ինչ է ստացվում այսօր Իսրայելը Թուրքիային եւ Ադրբեջանին նոր մարտահրավեր նետեց։ Մենք լավ ասացված կունենք, չէ՞ շունը շանթաթ չի գցի։ 16 թվին սատանան եկել է աշխարհ։ Իսրայելը ինչպես է վարվելու Ալիևի հետ։ Վաղճանը վատնա։ Հիմա դա Իսրայելի ձեռով կլինի, թե քրդերի ձեռքով կլինի, թե հայ վրիժառուների ձեռքով կլինի։ Պետքա ցնցում։ Ցնցումը կլինի։ Խոշոր ցնցում է լինելու։ Այդ հաստատ եմ ասում, այդ չի լինելու։ Այս մոտակա տարիների մասին չի խոսքը, բայց Իսրայել չի լինի։ Իրանք գիշատի չեն։ Իսրայելը հաշվեհարդար կտեսնի ամեն դեպքում Ալիևից։ Իսրայելը պատրաստ է բոլորից հաշվեհարդար անել։ Անբարոկը դոչ վարկ ունի միշտ։ Այդ վերևները ինչ պլան ունեն Հայաստանի վրա։ Որ չլինի։ Այդ process-ը Թուրքիան քանդելու սկսվելու է։ Տիկին Ավետիսյան, ինչ է կատարվում աշխարհում։ Աշխարհի թատերաբեմ կրկին վերադարձավ կամ բարձրացավ հայոց ցեղասպանության թեման։ Նու բարձրացավ եւ Թուրքիա գնացին ՆԱՏՕ-ի անդամները։ Էրդողանը դիմավորեց Տրամպին, Տրամպը թուրքերեն ողջունեց թուրքական բանակը, թուրքերեն ու Երբ որ նայում է այդ երկու զառամյալ մարդկանց, մտածում էի լավ վատ, այդ բանը տարիքային խումբն է, որ այսօր աշխարհը ղեկավարում։ Տրամպը, Պուտինը, Մուդին Հնդկաստանում, Սին Ցինպինը Չինաստանում, ամենտեղ տարեց մարդիկ են, որովհետև իրանցից հետո եկել են անգրագետ ապուշտները։ Իրանք համեմատաբար չարիքի փոքրագույն են, որովհետև քչից շատից կրթված մարդիկ են, հին ժամանակներում կրթություն ստացած մարդիկ։ Լուկաշենկոն այդ տարիքային խմբի երբ որ նայում ես նորերին, թողը փախ է։ Այն օրը Անգլիայի բանը վարչապետը, որը հիմա արդեն դիմում է գրել, որ դուրս գա, գլուխ էր գովում ինչով, հաշվետվություն էր տալի անցածողում, ասեց մեր պարլամենտը ամենահոմոսեքսուալ պարլամենտն է, ուրա։ Այդպես որ գիտես
շատ վատն են, շատ մունդարն են, Տրամպն էլ, այդ Էրդողանն էլ, բայց իրանք չարիքի փոքրագույն են։ Տիկին Ավետիսյան, Իսրայելը այսօր ինչու որոշեց հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև ընդունել Թուրքիայի հետ սրման շրջանում Հայաստանը ինչպիսի իրավիճակում է հայտնվելու։ Ну, սա Հայաստանը պետք է այնքան շնորհակալ լինի Թուրքին, եթե Թուրքը դրա դիմաց հիմա մեծ ռազմական արշավ չկազմակերպի հայի դեմ։ Շատ պետք է շնորհակալ լինի, պետք է գնա տոտիկները համբուրի, պետք է ասի Թուրք ջան, բանի տեղ մի դիր, էլի մենք քոնն ենք, ինչ եղել ա, դու այսօր են թուրքը չես, էսա չէ խոսույթը։ Դեռ հələ հաշվարկ պետք է անենք, քանի զոհ ենք ունեցել Հա, նստենք հաշվապահություն անենք։ Այս խոսույթներն են հիմա։ Ջուդը արեց իր նենք գործը, որ այսքան տարի է դու կաս որպես պետություն, ցեղասպանություն բառը, ջենոսայդը, բանա հորինվել է, ստեղծվել է Լեմկինի կողմից հայերի մասին։ Սեփականացրի։ Ոչ միայն սեփականացրեցին, այլ բանի տեղ չդրեցին հայոց ցեղասպանությունը։ Հիմա հանկարծ իրանք ինչան Սիրիայում եւ Իրաքում նավթահանքերը Թուրքիայի հետ չեն կարողացել բաժանել։ Այսինքն ինչ է նշանակում Իսրայելը հայերի համար այս նուրբ եւ զգայուն թեման օգտագործեց իր շահերի համար Թուրքիային սպառնալով։ Միշտ Իսրայելը այլ մեթոդ չունի, այլ ենթատեքստ երբեք չունի որևէ որոշման։ Թե սիրում են հայ ժողովրդին։ Ինչ են անում։ Սիրում են հայ ժողովրդին։ Իրանք սիրել չգիտեն։ Իրանք սեփական ժողովուրդը չեն սիրում։ Կարող է իրենց խիղճն է արթնացել եւ փորձել են այդ։ Չէ, կներես։ Եթե Թորան կարդացել ես, իրանք խիղճ բառը հերքում են։ Ասում են, «Տես բան չկա»։ Իրենց սուրբ գիրքը։ Հա, իրանք ասում են, «Ես տեսնում եմ, որտեվ աչք ունեմ, հոտ եմ առնում, որտեվ քիթ ունեմ, բան եմ լսում, որտեվ ականջ ունեմ»։ Խիղճը ո՞ր օրգանն է համապատասխանը, որ ես ասեմ, ես խիղճ ունեմ։ Դες բան չկա ջուդի մոտ։ Ուզում եք ասեք, որ Իսրայելը այդ բանաձևը ընդունեց առանց խղճի արդարության զգացողության։ Զուտ պրագմատիզմ, դա իրանց ձեռատալիս թե ոչ։ Իրանք դրանից կստանան շահույթ, թե չեն ստանա։ Իրանք այդպես պատերազմներն են անում, այդպես խաղաղությունն են կնքում, միայն շահի տեսակետից։ Տեսեք, իր այդ ճանաչումով սպառնաց նաև Թուրքիային, ոչ միայն Թուրքիային, այդ ընթացքում Ադրբեջանը սկսեց ոգևորվել։ Եվ անցնելով Թուրքիայի կողքը Իսրայելին խորհուրդ տվեց եւ ասաց, որ սխալ է խոսում, պետք է իր խոսքերը վերանայի։ Ադրբեջանը ինչ իրավիճակում է այսօր։ Ադրբեջանը ոնց իր տերերից մեկի, դուք մեր եթերում միշտ ասում եք, որ նաև Ադրբեջանի տերը Իսրայելն է, իր տերերից մեկի հանդեպ նման վերաբերմունք դրսևորեց, ինչպես հանդգնեց Տիկին Ավետիսյան։ Ну տես, ասենք թե ես ու դու դերասան ենք։ Այսօր բեմահարթակում դրված է 3 հրացանակիրները, եւ դու Դարտանյանն ես, ես այդ մադամ Ջուվալիեն եմ։ Մյուս օրը ես Միլեցին եմ։ Ես դերասան եմ։ Հասկանում ես։ Քաղաքականությունը բեմահարթակ է։ Այդքան մեծ շնորհ ունի Ալիևը։ Ինչ շնորհ, ինքն էլ անխիղճ ապուշի մեկն է։ Իվը որ դերը կարդում է, այդ էլ կատարում է։ Իրան կարևոր է ինչ, որ ինքը իրան լավ ցույց տա, որպես գիտակ մարդ, որպես բանիմաց մարդ եւ որպես երկրի տեր, կարգին երկրի տեր։ Ոչ էնա։ Ինչ է ստացվում այսօր Իսրայելը Թուրքիային եւ Ադրբեջանին նոր մարտահրավեր նետեց։ Մենք լավ ասացվածք ունենք, չէ՞ շունը շանթաթ չի կծի։ Չի կծի շունը շանթաթ։ Այդտեղ բաժանված է, ռեժիսորը տերերը բաժանել է, կա ռեժիսոր։ Ցավոտ սրտի, ինչքան էլ ես ուզում էի հերկել այդ բանը, որ կա ինչ որ
վերը նստած իշխանություն։ Այդպես է կա։ Դե Պոկեմոնը տեսար ինչ եղավ։ Երեխեքը որ Պոկեմոն էին խաղում, էլեկտրոնային խաղ։ Pocket Monster։ Այսինքն դեղին խրտվիլակը, որ վազվզում է, երեխեքն էլ ինտերնետով բռնում էին դրան։ Հիմա ռազմական մի հատ խոշոր ֆիրմա 18 միլիարդ վարել է այդ խաղը։ Ամբողջ բանը տեղեկատվական կույտը։ Ինչի համար։ Այս երեխեքը որ խաղում էին, նկարահանում էին, չէ՞ իրենց 4 կողմը։ Հիմա սրա արխիվով աշխարհը իր բոլոր մանրուքներով, բոլոր խաղահրապարակներով, բակերով, անտառներով, ջրանցքներով ամեն ինչ նկարված կա այդտեղ։ Հիմա ով որ ռազմական գործողություններ է տանելու, այս բանը ամփոփ վիճակում կվերցնի ու կգյուլի սաղին։ Ինչից ինչա դուս գալիս։ Մեզ մոտ հնդիկները ստեղ եկել են աշխատում են։ Հիմա խեղճ մարդիկ են լավ են անում աշխատում են։ Բայց եկել են մեր բակը մաքրելու։ Ես իրանց ձեռքը տեսա այսպես հեռախոսներ ու իրանք նկարում էին իրանց մաքրածայի բրդը։ Սենց հեռախոսով դու ինչի՞ նկարահանում։ Գնա գրի հաշվետվություն, որ ես հաստեև գնացել ավլել եմ։ Մի ժամանակ գալիս էին ստեղ բանը Միացյալ Նահանգներից երիտասարդներ, որոնք անվճար հնարավորություն էին ունենում գալ Հայաստան, ինչ որ գյուղեր գնալ եւ այդտեղ մի ամիս ապրել ուղակի դիմացը բան գրի առնել։ Այդ գյուղի բնակչությունը, ինչքան տղամարդ եւ ինչքան կին, ինչքան երեխա, ինչքան ծեր, ինչքան փոքր, ամբողջ բոլոր կտրվածքներով պատկերը այդ գյուղի հանում գնում էին այդ վոլոնտյորները։ Ինչի համար։ Հետո էլ բանը իրանց ծնողները հպարտանում էին, թե երեխես եկել է վոլոնտյոր աշխատի Հայաստանում, կարծես Հայաստանին խերա բերե։ Մենք կարճ ենք մտածում։ Վերևները մտածում են իրանց շահի համար երկար։ Այդ վերևները ովքեր են։ Նու օրինակ Էփստեյնի կղզին վերևների ներկայացություններ։ Նեթանյահուին էլ նրանք կառավարում։ Իհարկե։ Ինքով։ Ոչ Նետանյահուն է բան, ոչ Էրդողանն է բան, եւ ոչ մեկին ոչ էլ Տրամփն է բան, իրանց ոչ մեկին բան տեղ չեն դնում։ Այդ վերևները ինչ պլան ունեն Հայաստանի վրա։ Որ չլինի։ Վերևներին ինչով ենք խանգարում։ Մրցակից ենք։ Որ մասով։ Այն մասում, որ այդ խեղճ հարիֆը այդ բանը Լորենս Արաբացին ասել է, որ թողնենք հայերին իրանք աշխարհ կտիրեն։ Բայց իրան պետք չի, որ աշխարհ տիրեն այն ուժը, որը բարոյական է, որը բարի է, որը մարդկային է, իրանց պետք չի։ Իրանք գիշատիչ են։ Թուրքիայի դեմ ինչու են թշնամացել։ Այդ ժամանակավոր է, իրանք Թուրքիային հələ շատ փիշի կանեն։ Իսրայելը նաև ասաց, որ Իրանի հակամարտությունից հետո կարող է Թուրքիան հայտնվել շատ վատ վիճակում։ Նու գիտես ինչ Թուրքիան շատ ախորժելի տեղ է, ոնց որ Բյուզանդիանն էր, հա, տեղ։ Շատ ախորժելի տեղ է, այդ երկու նեղուցները, այդ երկու բաները, ծովերը հրաշալի տեղ է, որ Թուրքին չի համապատասխանում, իրան չի սազում ու իրան չի հասնում։ Իրան պահել են որպես հակահայաստան, հակառուսաստան։ Դրա համար է։ Թուրքիային ինչ է սպասվում այլապես։ Դե հիմա տես, իրանք Իսրայելը տեսնում է, որ այդքան չի կարող ընդլայնվել, մի հատ արհեստական պետություն կստեղծի Քրդստան, որը Իսրայելինն է։ Իսրայելի խամաճիկն է։ Մեր հողերում կդնի Քրդստանը, մեզ մի երկու սենց փոճուրիկ բաներ կտա, ասենք թե Արարատը կզիջի, մի երկու բան էլ կզիջի, իսկ Քրդստանը իր կողմից կղեկավարվի։ Արարատը կզիջի մեզ։ Հա, կզիջի։ Իսրայելը այսինքն կվերադարձնի Արարատը։ Հա։ Ինչի։ Որ ասի, տեսակ հայեր, եկեք մեր ոտերը լպստեք, տեսակ ինչ արինք։
Այսինքն այդ գործընթացը կարելի ասել սկսվել է։ Այո, թուրք ոչ թե Իսրայելը, այլ թուրքը կտա Հայաստանին Արարատը, բայց ստիպված կտա, որովհետև այդ process-ը Թուրքիան քանդելու սկսվելու է։ Բայց գիտես ինչ, քուրդը երբևիցե պետականություն չի ունեցել։ Ու դա պատահական չի, կան ազգեր, որոնց պետականություն չի հասնում։ Քուրդը, Գնչուն, Ջհուդը, մենակ Ջհուդը, որ ստացավ պետականություն, ինչքան մեծ ավեր բերեց ինքը մերձավոր արևելքին, ինչքան ավեր բերեց, ուղղակի զարմանալի է, էլի, քանի երկիր իրանք պատերազմ բերեցին, ռմբակոծեցին, ավիրեցին, մեր ու մանուկ սպանեցին, Սիրիա, Իրաք, Լիբանան հիմա, Պաղեստին, Եգիպտոս ժամանակին, ինչ են անում, որովհետև իրանք պետական փորձ չունեն, պետական փորձը կարևոր բան է, ֆրանսիացին լավ վատ, ինքը պետական փորձ ունի, իսկ ով որ չունի, պատասխանատվության զգացում չունի իր քայլերի համար, ինքը պատմական հիշողություն չունի, որ նման դեպքերում ինչ է արել, օրինակ իմ բարեկամը տատիկիս եղբոր թոռը ամուսնացած էր մի հրաշալի մարդու հետ, ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննեսյան, երբ որ ինքը դեռ մեր փեսան չէր եւ դեռ ակադեմիկոս չէր, ջահել գնացել էր Կարեն Դեմիրճյանի հետ, Արաֆատի հետ հանդիպելու, որպես թարգմանիչ։ Ու ինքը պատմում էր, որ Արաֆատը ասեց, գիտեք ինչ, մենք շատ ենք ձեզ հետևում։ Ամեն անգամ, երբ որ մեզ մոտ աննախադեպ բան է պատահում, մենք մտածում, նայում ենք, իսկ հայերը նման դեպքերում իրանց ինչպես են պահել։ Հիշեցի մեկ անգամ էլ եք պատմում։ Հա, դա շատ կարևոր է։ Հայերի եւ Հայաստանի հեղինակությունը շատ բարձր է մերձավոր արևելքում։ Ջհուդը դες բան չունի։ Հիմա ինչպիսի օրերի միջով ենք անցնում եւ ինչ վտանգներ են մեր ճանապարհին կանգնած Տիկին Ավետիսյան։ Աշխարհը երրացող կացայի մեջ է հայտնվել։ Դե տես ինչա բանը այդ ռուսները որ երկու հատ շուլեր ունեն բանը Վովան եւ ոնց է Վովան ի Լեքսուս երկու տղա որոնք ունակ են աշխարհի մեծերի ձայներով խոսել ու զրուցակցին խաբել թե իբր հետը խոսում է լրիվ ուրիշ մարդ այսինքն հետախուզությունը ռուսների այդ բոլոր տվյալներով տեխնիկական կարողանում է հեռախոսային կապի միջոցները հաստատել զանգել էին իրանք Եվրամիության բանը հանձնաժողովին նախագահին որը թուրք է զանգել էին Փաշինյանի անունից ու ասել էին որ ուզում ենք այս բանի ուզում եմ այս կաթողիկոսին տեղից հանել ինչ ես ասում այն ասեց անպայման կօգնենք Եվրամիության հանձնաժողովի նախագահան խոստանում է Փաշինյանին որ մեր կաթողիկոսին տեղից կհանի Ես ինչ ինֆորմացիա եք տիրապետում Տիկին Ավետիսյան Չէ, բաց է, այսօր Facebook-ում էլ կար։ Հա։ Հիրավի։ Հա։ Բաներ Ռուսաստանը երեք հաղորդել էր։ Վովան ի Լեքսուս։ Տիկին Ավետիսյան, Իսրայելը սպառնալով Թուրքիային ճանաչեց Հայոց ցեղասպանության այդ բանաձևը։ Չի դա ճանաչել դեռ, սպասի։ Բանաձևը։ Հա, դեռ սպասի, հələ։ Դեռ պետք է հանձնվի Քնեսեթի դատին։ Դա չի հարցը։ Կարելի ասել Ադրբեջանին դրեց երկընտանքի առջև եւ Ալիևը միանգամից փախավ Էրդողանի մոտ։ Դե մեծ աղբերն է, ինքը շատ լավ հասկանում է, ով որտեղ ով է։ Ինչ է նշանակում այդ քայլով Ադրբեջանը հեռացավ Իսրայելից։ Մի րոպե հեռացավ, վաղը դուրից կգա, որտեվ ինքը լավ չի այդպիսի բառեր արտահայտելը, բայց ինքը անբարոյ կդոչ վարք ունի միշտ։ Դա գրական բառ է Տիկին Ավետիսյան։
Հիմա արտահայտեցի գրական բառով, բայց կա Ինչ է նշանակում, կարելի է ասել, որ Իսրայելը հաշվեհարդար կտեսնի ամեն դեպքում Ալիևից։ Իսրայելը պատրաստ է բոլորից հաշվեհարդար անել։ Ինքը ոչ մի սիրո, երկրպագության, գորովանքի բան չունի ոչ մի երկրի հետ։ Բոլորը իրան պետք է հարկատու լինեն, եթե հարկատու չեն թշնամի են, պետք է այնքան նսեմացնել, որ դառնան հարկատու, այդքան բան։ Պատմությունը ցույց է տալիս, թե նման օգտագործվածների դեմ ինչ լուծումներ են գտնվում եւ ինչպիսի դատաստան է սպասվում։ Իսրայելը օգտագործում է Ալիևին ձեր ասելով եւ ինչի է հասնելու, ինչ դատավճռի է Ալիևը հասնելու, ինչ օրն է գցելու Ալիևին։ Սովորաբար ինչպես են վարվում։ Բանի զոնի օրենքներով վատ։ Գիտես ոնց է։ Օրինակ, բանը ես մտածել եմ, օլիգարխ ինչպես են դառնում։ Որևէ երկրում։ Իրանք գնում են սիոնիստների մոտ, ասում են թողեք այս բիզնեսի այս ոլորտը Մենաշնորհ։ ես կառավարեմ, ես ձեզ հարկատու։ Իրանք ասում են այսքան տոկոս կտաս ամեն ամիս։ Ասում է աչքիս վրա։ Եթե չի ասում աչքիս վրա, всё, գնա, հերթում հաջորդով եկեք։ Դրա համար է այդ աշխարհի ուժը գնալով կենտրոնանում իրանց ձեռքը, որտեղ իրանք են նշանակում, փողով են նշանակում, ու դրա համար հա գնալով ուժեղանում են, տրձում են, հզորանում են, բայց ստեղ էդ է հարցը, հասկանում ես, ես դրա համար եմ փողի թշնամին։ Հզորանալուց հետո ինչպես են վարվում այդպիսիների հետ։ Իսրայելը ինչպես է վարվելու Ալիևի հետ։ Հստակ պատասխանեք։ Վաղճանը վատնա, հիմա դա Իսրայելի ձեռով կլինի, թե քրդերի ձեռքով կլինի, թե հայ վրիժառուների ձեռքով կլինի, ես չգիտեմ, բայց իրա վերջը վատը, ինքը կա սահման, որը ինքը անցել է, իրա գոռոզությունը շատ է, իսկ գոռոզությունը մեղք է։ Իսրայելը ներելու է այդ գոռոզությունը։ Ոչ մեկը չի ներելու, իսկ թուրքը չի ների, ադրբեջանցին չի ների։ Բայց չի ենթարկվում Իսրայելին Ալիևը։ Որովհետև այդտեղ ամեն ինչ կարգավորված է, կազմակերպված է, կայուն է եւ անկայունություն դժվար թե արժի հիմա առաջացնել այս խառը ժամանակներում։ Խառը ժամանակներ եք ասում Տիկին Ավետիսյան, այսօր Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ինչպիսի մակարդակի վրա է եւ ինչ սրացումներ եք դուք կանխատեսում։ Իմ երևակայությունը չի հերիքում, որ կգնան արյուծ կսպանեն այս իդիոտները, ով կմտածեր։ Լավ, Ծառուկյանը խանգարեց ձեզ, որ դուք բացարձակ մեծամասնություն դառնաք, սահմանադրական մեծամասնություն, բայց գնալ արյուծ սպանել ամոթ չի։ Այնց դեգեներատ տանեք հետներդ, որ սրսկի այնպես քնացնի, որ սատկի արյուծ է, ամոթ չի։ Կամ այդ խրտվիլակների դուրսբերման process-ները։ Ես չգիտեմ, այդ դատարանի որոշումով էր, թե պիոներական բաներ, նախաձեռնություններ։ Պետք է դատարանը որոշեր, չէ, որ քանի որ այդ խրտվիլակները բանեն իրանցից ներկայացնում են ինչ որ վտանգ կամ չգիտեմ ինչ, հանել դուս, էքսպերտիզայի ենթարկել եւ այլն։ Բայց ուր եք հանում։ Բայց սենց բան է ալնում։ Վաղը կգան մեր տուն կսկսեն բան անել, գրքերս քանդել։ Չի կարելի տենց։ Չի կարելի, ամոթ է։ Ես գիտես ամեն անգամ զայրանում եմ ինչու, որովհետև իրանք հայի անունն են գցում։ Հայի անունը գցում են, որովհետև դուսը կնայեն կծիծաղեն, կասեն, «Էս չեք հայեր»։ Ձեր պայքարը էս բանի Պեզոարյան բանի պոզավորի դեմ էր։ Տիկին Ավետիսյան, այդ դեգրադացումը, այդ հայկականության տրոհումը, այդ մեր արժեքներից հեռանալը, ինչպիսի ծրագիր է, ինչպես ներդրվեց մեր մեջ։ Մենք ինչպես դարձանք այդպիսին։
Գիտես ոնց, ես միշտ հիշում եմ եւ հիշեցնում եմ մի հրաշալի վեբ կատակերգուները։ Հայիցի մասին մի հրաշալի վեբ ա գրվել։ Անցյալ դարի երկրորդ կեսերին։ Ինչպես մի մարդ ստացել է կտակ, իր հորքուրը թողել է իրան հյուրանոց Հայիցիում։ Այդ մարդը գնում է Հայիցի, որ իր հյուրանոցը ընդունում է, նկարագրում է քաղաքը, ոնց որ Թիֆլիսը լինի։ Միջերկրականի կլիմայով չնայած բանը Կարիբյան ծովի ափին է, սիրուն քաղաքը, մարդիկ զբոսնում են երեկոները, սրճարաններում են նստում եւ այլն, իր օրոք Ջուվալիեն գալիս է դառնում է նախագահ։ Ու կամաց երկիրը փոխվում է, մենք էլ սկսվում են մարդկանց կալանավորումն է սկսվում են սպասելի մահեր բազմաթիվ, մարդիկ կորչում են, եւ այլն, ու դառնում է մարդու աչքի առաջ սարսափելի մի բռնապետություն։ Հիմա Հայիցին որ տեսնես, իմիջիալուց այն ժամանակ ժողովուրդը շատ ընդվզեց, կարողացան իրան փոխել։ Տարիներ անց։ Փոխեցին, Ամերիկան եկավ, այն թազանտրածին, տարավ սրան վերեց։ Հետո իր տղան դարձավ իրան փոխարինողը։ Այսօր Հայիցի պես աղքատ երկիր չկա։ Այսօր իրանք ջուրը խմում են ոտի տակի անձրևի ջուրը։ Այդպիսի խայտառակ վատ վիճակում, ոնց որ իրանք են ապրում, օրը $1, ուրիշ երկիր աշխարհի երեսին չկա։ Այս այն երկիրն է, որը նկարագրում է Գրինը։ Ես ուզում եմ ասել, որ ամեն ինչից կարելի է վատը հանել եւ ամեն ինչից կարելի է լավը սարքել։ Տիկին Ավետիսյան, ես վերջին տարիներին գոնե 2020-ից հետո արյունոտ օրերի միջով ենք անցնում, սարսափի միջով ենք անցնում, ապօրինությունների միջով ենք անցնում, մեր անդորը ինչ որ ձևով խաթարվել է, վաղվա օրվա հույսը կասկածելի է դարձել, անորոշությունն է մեզ, այսպես ասած ամենտեղ պատում։ Այս ողբերգությունը մեզ ում կողմից է տրվում։ Նու սա փորձություն է, որի միջով պետք է անցնենք։ Ես ուզում եմ ասել, որ մեր վրա մեծ պատասխանատվություն կա, որպես հայրեր, մայրեր, կանայք, տղամարդիկ, պետք է շատ զգոն լինենք եւ պետք է պարտիզան լինենք։ Մեր երեխաների հանդեպ պետք է շատ զգուշավոր լինենք։ Մի սարսափելի բան եմ լսել երեք։ Մի հատ շատ լավ երեխա 7-րդ դասարանի տարել են summer school, Անգլիա, թե summer camp։ Այդտեղ ջեբը գցել են մի հատ կանֆետ։ Երեխան կանֆետը կերել է, ընկել է ուշա գնաց, կոմայի մեջ է ընկել, խեղճ ծնողները լեղապատար թռել են այդտեղ, մի ամիս է բերել են, այս երեխան հիշողություն չունի, ծնողներին չի ճանաչում, ոչ մեկին չի ճանաչում։ Հայ երեխա, որի պապան մաման կարծում էին Անգլիա ուղարկում են, ինքը այդտեղ կհասնի բանի այնպիսի հաջողության, որ հետագայում կկարողանա այնտեղ, չգիտեմ, բաներ եմ խոսում եմ, ապագա էին իր համար ստեղծում։ Ես ուզում եմ բոլորին խնդրել, իմ սիրելիներ, ձեր երեխաներին, ձեզանից հեռու թողեք միայն երբ որ իրանց թոշակի տարին կգա։ Մինչև այդ երեխեքին հեռու մի պահեք։ Ես ասել եմ, պատմել եմ, որ այն Դուբայի ողբերգությունը եղել այն առաջի կուրսեցի տղան իրան կախել է, թե ինքն է կախել, թե իրան են կախել։ Հիմա այս երեխեն, որ հիշողությունը կորցրել է, այսօր աշխարհը շատ ավելի վտանգավոր է, քան մեր ջահել ժամանակ։ Մենք երբ որ ջահել էինք, մեր երեխեքին թողնում էինք արտասահման գնան։ Տարբեր հյուրախաղերի, չգիտեմ, սպորտային միջոցառումների, հիմա չի կարելի։ Զգուշ եղեք, երեխեքի հետ շատ զբաղվեք, այս հեռախոսը ձեռները մի դրեք, որովհետև երեխեքը
Պետք է աճեն մարդ դառնան, չեք հասկանում, որ այս սրանով մարդ չեն դառնա։ Պետք է կարդան, պետք է զարգանան, պետք է շատ բան իմանան։ Տիկին Ավետիսյան, այդ ողբերգությունը ինչի է մեզ տրվում հենց։ Ասում եք փորձություն է, ինչու է մեզ տրվում։ Դու ո՞նց մենք ուտրալ ենք, չէ՞։ Աստված մեզ ընտրել է, ասել է, հայեր գնացեք աշխարհը շենացրեք։ Հիմա հայերը դստել եք TikTok են խաղում։ Բայց փորձություններ է տրվում մեզ։ Բայց որտեվ մենք մի րոպե հասկանանք, որ TikTok-ով չի աշխարհը։ Որ կոնսերվա առնելով ու պիցա պատվիրելով չի աշխարհը, որ պետք է հիշենք մենք ինչպիսին ենք եղել։ Շատ հետաքրքիր բան ինձ պատմեցին Ավստրիայի բնակիչները իրանց մոտ հյուր էր եկել։ Գնացին սրճարան, այս մարդը պատվիրեց թուրքական սուրճ։ Սպասարկողը ասեց 1000 ներողություն, բայց այս սուրճը թուրքական չի։ Մեզ մոտ սրճարանները դրել են հայերը։ Այսպիսի բան կա։ Իսկ ամբողջ աշխարհում ընդունված է որպես Turkish coffee։ Դե հիմա հնդու հավինել են ասում թուրքի։ Շատ են մեզանից խլում, բայց մեկը մերն է, ճիշտը դուրս է գալիս ջրի երես, հոգուտ մատաղ, դուրս է գալիս։ Տիկին Ավետիսյան, հոգևոր տեսանկյունից ինչպիսի օրերի մեջ ենք, սա ինչ նշաններ է մեզ։ TikTok-ից հեռու մնալ, այս ամեն ինչից հեռու մնալը մի կողմ դրված, ավելի բարձր մակարդակում ինչպիսի նշաններ են, այդ նշանները մեզ ուր են ուզում ուղղորդել։ Արեգ ջան, Քրիստոսը, երբ որ գնաց անապատ, սատանան վրան հարձակվեց, չէ՞։ Ու ինքը կարողացավ դիմակայել։ Նույնիսկ փորձեց։ Հիմա ես ասել եմ, չէ, 16 թվին սատանան եկել է աշխարհ։ Ու մինչև 28 թիվը այս սատանան ստեղ լինելու է։ Ամեն անգամ ինչի կուզում որ ես ավելի մոտեցնեմ այդ ժամանակը, մինչև 28 թիվ լինելու է։ Դե մոտենալու է այդ ժամանակը, Տիկին Ավետիսյան։ Դե որպեսի երբ որ մոտենա, մենք դեռ լինենք, մենք պետք է խելացի լինենք, աշխատասեր լինենք։ Դուք կասկածներ ունեք, Տիկին Ավետիսյան։ Չէ, բոլորովին։ Դուք ինձ հանդիպած այն հազվադեպ մարդկանցից եք, որ լավատեսությամբ օժտված է օրվա 24 ժամը։ Այո, այդպես է, որովհետև գիտեմ, ոչ թե բլբլում եմ այդպես, այլ գիտեմ, որ այդպես է, բայց դա պարտավորեցնող է։ Գիտես, ես 4-րդ կուրսում էի կարծեմ սովորում փիլիսոփայության քննություն պետք է հանձնեինք։ Ես համակուրսեցիներիս հետ պարապեցի, իրանք գնացին լավ թվանշաններ ստացան։ Ես գնացի տոմսս հանեցի, լավ տոմս չէր, բայց պատասխանեցի։ Դասախոսը ասեց՝ «Լիա, դու չես ամաչում, դու ցենց պատասխան պետք է տայր ինձ»։ Չեմ դնում։ Գնա պարապի, հետո կգաս կստանաս։ Շատ գեղեցիկ համեմատական եք ուզում անել, հասկանում եմ, արեք։ Հա։ Եվ հիմա մենք ենք։ Այսքան ժողովուրդների հետ պարապել ենք, այսքան քաղաքներ ենք կառուցել, այսքան գյուտեր ենք արել, այսքան աստղադիտարաններ ենք կառուցել, այսքան տորտիկներ ենք հնարել եւ ասեղնագործություն։ Իրավունք չունենք ծուլանալու, իրավունք չունենք թպրտալու այդ TikTok-ների մեջ։ Մենք պետք է անընդհատ աճենք, զարգանանք։ Տիկին Ավետիսյան, մեր հայրենիքի մի զգալի մասը, կարևոր մասը, պատմական մասը կորցրեցինք տարիներ առաջ։ Անունը Արցախ։ Մենք չեմ ուզում ասել, դասեր առանք, փորձեցինք սովորել ինչ որ մի բան, մեր հետևությունները ուր են տանում այսօր մեզ, մեր գիտակցականը ուր է տանում։ Չկա, գիտակցականը չկա։ Ակադեմիայի գլխին բերել նստացրել են այն անգրագետ տղուն։ Այն մեր նախագահին։ Բանից Թիֆլիսից լավ է, այդտեղ ֆուտբոլիստ է նախագահան։ Բայց ես չի կարելի։
ակադեմիան, որ այդ մարդու ղեկավարածը լինի։ Միթե չենք գիտակցում, որ հային իր հողի մեջ մորթում են, սպանում են, ցեղասպանում են, քշում են, զավթում են, էլ ինչ անեն։ Մաթեոսյանն է հետաքրքիր մի պատում ունի, ասում է նոր են հորթին մորթել, չի էլ հիշում ու հասկանում, մի քիչ ձևափոխեցի։ Չեմ էլ ուզում համեմատական անցկացնել։ Ինչ է սա, Տիկին Ավետիսյան։ Սա Մաթեոսյանը իզուր տեղը չի ասել եւ Մաթեոսյանը կարծում եմ, որ իզուր տեղը չի այդ համեմատությունը բերել եւ դարձրել գեղարվեստական։ Ինչ է սա։ Սա ների տարիներն են։ Հավաքվեք, բռունցքներդ տեղը դրեք, տիկնայք փապկասուն, բամբասանք հավաքելու փոխարեն ձեր երեխաներին դարձրեք իդեալական։ Իդեալական, հայ երեխուց իդեալական սարքելը շատ հեշտ է։ Իդեալական ծնվում են նույնիսկ հայ երեխաները։ Գիտես ինչ, երեխան ծնվեց, հա։ Որ բանը նայենք տեզերա գնաց է աչքով։ Գեշի մեկն է։ Փորը մեծ, ոտերը կարճ, ձեռքերը կարճ, գլուխը մեծ, տորացին երեխան։ Բայց մեր ուշքը գնում է, որովհետև մեր մեջ իմպլանտացիա է արած ծրագիր, որ սա ամենագեղեցիկ բանն է աշխարհում։ Հիմա այս երեխային մեր գուրգուրում ենք։ Մենք պետք է երգենք իր քնելու համար, թե պետք է հեռախոսը միացնենք։ Ինչը շատ կարևոր է։ Հիմա այս երեխան մեծանում է մի քիչ։ Ինքը դեռ չգիտի ես բառը։ Ինքը ասենք թե անունը Տիգրանա, ինքը Տիգոյա, Տիգրուլայա, Տիգայա, իմ բանա, ինքը այդպես էլ խոսում է։ Ասում է Տիկոն ճաշիկ չի ուզում է հոպա։ Հետո նոր սովորում է ես դու բառերը։ Ինքը լեզուն քերականությամբ չի սովորում։ Լսելով իր մոտ ստեղծվում է այդ լեզվի ծրագիրը իր միջի։ Ծրագիր ամեն երեխու ուղեղ գրում է լեզվի ծրագիր։ Հիմա ինքը իմացավ, որ ինքը Տիգրանն է։ Ինքը գնում է չորեքթաթ, սկսում է թասից ճաշիկ ուտել փիսիկի համար։ Իրան ասում են, այ Տիկո, ամոթ է, դու փիսիկի ճաշին չես ուտում, դու մարդ ես։ Պահո, ինքը մարդ է։ Ինքը ուրեմն Տիկոն է, ու ինքը մարդ է։ Հետո մեկ էլ ընտանիքում ավելանում է, երեխա է ծնվում։ Քույրիկին երբ որ լողացնում են, Տիկոն գնում նայում է, ասում է, տեսնում է մի բան պակաս է։ Զարմանում է։ Մաման ու տատին ասում են, բայց դու ինչ ես, դու տղա ես, ինքը աղջիկը։ Տիկոն գիտի, որ ինքը Տիկո է, ինքը մարդ է, ինքը տղա է։ Բայց ինքը երբ որ սկսում է սովորել ոտանավորներ, անպայման, ինքը այդ ժամանակ հասկանում է, որ ինքը հայ է։ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում։ Երբ որ իմացավ, որ ինքը հայ է, ինքը բոլորին տանը արդեն անուններ տվել է։ Հովսեփ Ձաձյան Հոսոնա, Նվարդ Հորքուրը, Նանոնա եւ այլն, պապան արդեն Անդրանիկը չի պապայա, մաման Վարդուշը չի մամայա։ Տատիկը, պապիկը ամեն մեկին անուն տվել է։ Ինքը բոլորին անուն տվել է, բոլորը իրան հասկացրել են, թե ինքը ով է։ Եվ սա ամենակարևոր աշխատանքն է, որ մենք կարող ենք անել։ Ճիշտ դաստիարակելով եւ երեխայի հոգին լցնելով մեր պոեզիայով։ Այդ պետք է անենք։ Ինչով մենք Փառք Աստծո հեղեղված ենք, զարգացած ենք եւ ունենք հսկայական հայ դասական պոեզիա, հսկայական։ Գանձարան։ Գանձարանը պետք է օգտագործենք։ Թե չէ ստացվում է Պուշկինի Ժլատ ասպետը պոեմը, որտեղ Ժլատ ասպետը ունի 4.5 սնդուկ գանձեր, իր միակ որդին, որը էլի ասպետ է, պետք է ընդունելության գնա, չի կարողանում, որովհետև տակը ցնցոտիներ են իր լաթերի տակը,
արծաթե։ Խնդրում է հորից մի քիչ փող, որ գնա նորը առնի, ասում է 5-րդ սնդուկս դեռ չեմ լցրել։ Այդ գրականությունը դրա համար է։ Գրականությունը մեզ շատ բան է սովորեցնում։ Տես չենք սովորեցնում բանաստեղծությունները։ Իսկ դու գիտես, որ ես հետամուտ եմ եղել, որ պարզեմ հայ երեխեքը Արարատը նկարել գիտեն։ Չգիտեն։ Քանի երրորդ անգամ արդեն ես երեխաներին ասում եմ, հանդիպած երեխաներին, ասում եմ մի հատ նստի Արարատը նկարել եմ։ Լավագույն դեպքում մի հատ ուխտի բան է նկարում, մեջք։ Իսկ մեր սերունդը նույնիսկ փոքր ժամանակվանից արդեն գիտեր ինչ գծագրական նշումներ աներ, որպեսզի Արարատի պատկերը ստանար։ Դա էլ են մեր միջից փորձում արմատախիլ անել, դա էլ հանել, Գիտես ինչ էլ անում են, դու քո տանը, դու քո գլխի տերն ես։ Ու ես միշտ ասել եմ, հա, հիմա էսպես է, բռնապետությունը։ Հիմա բանը իրանց կամակատարները, մեր թշնամիների եկել են մեր երկրին տիրացել են։ Բայց տանը դուք ազատ եք։ Ձեր տանը ձեր երեխեքին տիրություն արեք, էլի։ Սովորեցրեք, մեղքեն, առանց պատմական հիշողության հայը դառնում է թուրք, առանց գիտելիքի դառնում է թուրք։ Իրան շատ հեշտ է շփոթելը, խաբելը հեշտ է, ցանկացած հարցով։ Երբեմն ես երբ որ տեսնում եմ համացանցում ինչեր են դուրս տալիս, տեսնում ես, որ գիտելիք չունի, օտարի ասածը իր համար հեղինակություն է։ Խոնարհվում են թուրքի ասածների ներքո։ Տես մեծերին, այսպիսի բան գիծ կա հիմա, իմաստուններին, մեծերին անցյալի, հանում են անբարո, հիմար, բանից խելքից թռած եւ այլն։ Ժան-Ժակ Ռուսոին ասում են ինքը ժլատ էր, իր երեխեքին ամեն երեխուն ծնված հանձնում էր մանկատուն։ Ժան-Ժակ Ռուսո, մի կողմ դնենք, որ հայ էր, դրա համար լավ եմ ուսումնասիրել։ Ժան-Ժակ Ռուսոն էլ էր հայտիկին ավելի։ Ալեքսանդր Դյուման ունի վեբ, դոկտոր Բալզամո, քառահատոր վեբ է, այդտեղ բանին, Ժան-Ժակ Լյուդովիկոսի մոտ գալիս է դատախազը Փարիզի, բերում է բարդ, ասում է խնդրում եմ սիր ստորագրեք ստեղ սրատակը, ես երբ որ կարդում է, այն ժամանակ թագավորները կարդալ գիտեին, ասում է Ժան-Ժակ Ռուսոյին ինչ եք Բաստիլիա նստացնում, ասում է դե չենք նստացնում, ուզում ենք վախացնենք, ասում է ինչի, էլի իր հայկական տարազով ման գալիս, ասում է չէ, արդեն չէ, ասում է ինչ ստիպեցիք, ասում է չէ, դե չստիպեցինք, բայց հասկացրեցինք, հիմա մի քանի գլուխ հետո Լյուդովիկոսը ու Ժան-Ժակ Ռուսոն հանդիպում են իրար, են ասում է, ես խեր ելնի, ես ինչի ձեր հայկական տարազով չեք դուք, ասում է զայրույթից Ժան-Ժակ Ռուսոն գունատվեց, Ալեքսանդր Դյուման, լիան չի, այ շատ կարդալ է հետա ցավդ տանեմ, բայց բաներ ես նկատում, որ իմիջիալուց իմ թորնուհին է նկատել, ես չեմ։ Հիմա այդ մարդը, քանի որ հայ է, ես գնացեք կպել ուսումնասիրել եմ։ Այդ մարդը մեծագույն հանճար էր։ Ինքը փիլիսոփայական գործեր ունի, ինքը պիեսներ ունի, դրամատուրգ էր, ինքը դասախոսել է, ինքը ուսուցչապետ է եղել, ինքը շատ բարի մարդ է եղել, գյուղացի աղջիկ է առել, այդ գյուղացի աղջիկը հորն ու մորը բերել է իր տանը պահել է, հիմա իր Զովքաջին ու աներոջը տանը պահողը իր երեխեքին կտա մանկատուն, ու այսպիսի բամբասանքներ բազմաթիվ են, Բայրանը, որ իր քրոջից երեխա է ունեցե, ինչ ասես դուս են տալ, են էլ հայր, կներեք, հայր։
Բայց բոլորի համար հաճելի է լսել, որ պատմության մեծերը բան են, ոչ մի բան են, ինձնից ինչով են լավ, ասենք թե ես նստած սախորը բանը, ինչ-որ խաղ եմ խաղում բանի մեջ, ինչով էր ինձնից լավ, մեկը տեսը ասում են, որ ինքը անբարո էր, սրա հետ այղ է, նրա հետ այղ է, երեխուն հանձնել է, կուտ են տալի քաղկենուն, որ քաղկենին իրան լավ զգա, և անցյալի մեծերին բանի տեղ չդնի, որ այլևս հեղինակություն չլինի, որ պատմությունը դառնա զրո, որ այսօրվա աստղերին ինքը հետևի, սա քաղաքականություն է։ Ու ամենակարևորը արվում է հենց մեծ մասը մշակույթի միջոցով։ Մշակույթ, արվեստ։ Ну, մշակույթ ես դժվարանում եմ ասել, որ այսօր կա մշակույթ, բայց անցյալի մշակույթի վերաբերյալ, այո, Լեոնարդո դա Վինչին, հա, իբր թե բանը իր այդ ամենահայտնի դիմանկարը տղայից է հանած, որովհետև իր սիրածն էր։ Միթե այդպես էր դեպի։ Չի, իհարկե, չէ։ Բայց նստած են մարդիկ, որոնք դրա վրա փող են ստանում, մեծ փող։ Այսինքն համաշխարհային մասշտաբով փորձում են հեղինակություններին եւ արվեստ ստեղծած մարդկանց անվան հետ խաղալ, բարոյազրկել, նպատակ ունենալով, որ այլևս հեղինակություն չլինի։ Հեղինակություն լինի միայն այն մարդը, որի ձեռքը կա փող, որը ոչ թե վերցրել է դոմի տաճարնա կառուցել կամ չգիտեմ Ակրոպոլը Հունաստանում, չէ, ինքը հեղինակություն չի, որը 9-րդ ալիքն է նկարել։ Տիկին Ավետիսյան, ինչ է ստացվում։ Աշխարհի դրվածքն է փոխվում, մտածելակերպն է փոխվում։ Փոխում են։ Աշխարհի միջուկը փոխում են։ Այո։ Մենք հենց այդ փոփոխման գործընթացի մեջ ենք, թե վրան ենք։ Մենք այդ ժամանակահատվածում ենք ապրում, եւ դա տևելու է մինչեւ 28 թվականի վերջը։ Տիկին Ավետիսյան, երբեք չեմ հարցրել, այս անգամ բայց հարցնեմ։ Այդ ինֆորմացիան կասեք, որտեղից եք դուք վերցրել։ Դե ես պատմել եմ 1000 անգամ։ Գոտարդի Լեռնանցկի բացման արարողությունը, երբ որ ամբողջ Եվրամիությունը, որը եկել է Դա մի քանի անգամ եք պատմել։ Ես ուզում եմ իմանալ այդ ձեր պատմած պատմությունը որքանով է ճշգրտությանը համահունչ։ Նո վերցրու են դեպքերը պատմական, որ իրադարձությունները, որ եղել են դրանից հետո 16 թվականից սկսած։ Դուք պնդում եք, որ դա բացարձակ ճշմարտություն է։ Բացարձակ ճշմարտությունը որն է, հիմա ես ու դու որ նստած խոսում ենք, դա բացարձակ ճշմարտություն է։ Ճշմարտություն է այն, որ մենք նստած խոսում ենք, դա բացարձակ ճշմարտություն է։ Բացարձակ ես դժվարանում եմ ամեն բանին ասել ճշմարտություն, էլի։ Օրինաչափություններ են փոխվել, Տիկին Ավետիսյան։ Չէ, ոչ մի բան չի փոխվել, դա այդպես կա, ես հասկանում եմ, որ ինձ ձեռառնելը հեշտ է, որովհետև մի քիչ ուրույն է իմ տեսակետը։ Ով է ձեզ համարձակում ձեռք առնել, այսպես ասած։ Գնամ խփեմ, չէ՞ Բայց այդպես է։ Նույնիսկ մարդիկ կան, որ համարձակվում են նման հեգնական ձևով խոսել, Տիկին Ավետիսյան։ Դե բա ասում են բանը, նու պագածին էլ հայ է լիան ասում է։ Ասում են, չէ՞ մարդիկ, թող ասեն, ջան։ Դուք ինչի եք մտնում այդ խաղի մեջ, Տիկին Ավետիսյան։ Ես չեմ մտնում, բայց ես նկատում եմ։ Այլևս մի նկատեք։ Տիկին Ավետիսյան։ Ես չեմ նեղվում, որովհետև խելացի բարի մարդիկ շատ ավելի շատ են, անհամեմատ շատ են։ Ադրբեջանի յաթաղանով է ջարդելու։ Դա մեկ էլ տեսար ինքն իրան փշրվեց։ Այդպես էլ նոմա, չէ՞ կինոյում։ Իսկ հավանականությունը որ կողմի վրա է, ով կջարդի։ Գիտես, պետք է պատմական իրադարձությունները գան, սենց իրար մեջ մտնեն ու գրեթե միաժամանակ բազմաթիվ փոփոխություններ լինեն։ Ոչ միայն Ադրբեջանում, ոչ միայն, ասենք թե Ռումինիայում
կամ Թուրքիայում կամ Իսրայելում կամ Հայաստանում, չէ։ Թուրքիայի արյունոտ յաթաղանը հայոց հողում ճոճվելու է։ Չէ, ոնց, չէ։ Պետք չի մարդկանց ահաբեկել։ Չէ, դա չի կարելի, սխալ է։ Եվ ոչ թե մանկավարժական տեսակետից սխալ է, այլ սուտ է։ Դա չի լինելու, չէ։ Թուրքիա ճապը չի անցնելու։ Այսօրվա թուրքը, այսինքն են մարդիկ, որոնց ձեռն է Թուրքիան, շատ լավ հասկանում են, որ իրանք ծայրին են հասել։ Միած խալ քայլ կյանլեկին կստանան։ Ամեն ուրբաթ մեզ մոտ ելույթ եք ունենալու Տիկին Ավետիսյան, խնդրում եմ հաղորդման վերջում ասեք, ինչպես պետք է հայտնվենք ճիշտ ճանապարհի վրա։ Սովորենք, աշխատենք։ Ծույլ մարդը ոչ մի բանի չի հասնի, ծույլ ազգը երբևիցե ոչ մի բանի չի հասել, գիտես ինչ, կարող է այդ պետությունը տևելա 7 տարի, ինչպես Մազուխան էր Իրանում, ոսկիները հավաքեց, փախավ Իրանից, ատրպատական փախավ, հետո դառան Կորսկի եվրեի, բայց այդ պետությունը չկա, կարող է Իսրայել հռչակվի, 48 թվից, ինչքան են տևել, Աստված գիտի, երբ կվերջանա։ Իսրայելը։ Այո, այդ հաստատ եմ ասում, այդ չի լինելու։ Այս մոտակա տարիների մասին չի խոսքը, բայց Իսրայել չի լինի։ Հիմա Միացյալ Նահանգները 250 տարին իր տոնեց, հա։ Այո։ Մի քիչ հետաձգումներով տոնեց։ Իրադարձությունները։ Լավ արեց։ Բայց այդ երկրում կանայք ստացել են քվեարկելու իրավունքը 1920 թվականին։ Նեգրերը ստացել են քվեարկելու իրավունքը 1965 թվականին։ Այսինքն փաստորեն Միացյալ Նահանգները սպիտակ տղամարդկանց երկիր է եղել։ Ինչ են գլուխ կովում։ Կարմրամոզ։ Սուտը շատ է, երբ որ ուշադիր չես հետևողական չես քո Հետո էլ օրինակ են հետազոտություններում։ բերում եվրոպական արժեքներ, ամերիկյան արժեքներ, խոսում են բարձր արժե համակարգ ունեցող գերհզոր պետությունների մասին, այդ խոսողները ինչու փոքրիկ ակնարկ եւ հետ հայաց չեն անում հայ ժողովրդի արժեքները։ Չէ, ջանիկս, բան նախ իրանք արժե համակարգ ոչ ոք չունի, բացի հայից, ճիշտը խոսենք։ Երկրորդը Հայաստանը այլևս այդ դոկումենտալ ֆիլմերում National Geographic-ի արդեն հայկական բարձրավանդակ չի հնչում։ Ասում են Անադոլիա։ Այդ ոնց որ թուրքերը իրանց բանը լրատվական այդ գործակալության անունը Անադողլու է։ Հիմա սա աշխարհագրությունն էլ Անադողլու են դարձնում։ Պետքա ցնցումը կլինի։ Ուղղակի մենք պետք է ձեռնունայն չմնանք։ Խոշոր ցնցում է լինելու։ Հա, իհարկե, բա։ Սրանց փողը սպառվել է։ Փողը սպառվել է, հիմա իրանք մտածում են, էլ ուտեն, որ մի քիչ կարողանան հետաձգել այդ բանը, պայթյունը։ Ֆրանսիայում ասում է չնայած շոկը, ավտոմեքենաները մի լվացեք, ջուրը եկեք տնտեսենք։ Եվ մեկ նախադասությամբ Հայաստանի երկնակամարում ինչ եք տեսնում Տիկին Ավետիսյան։ Հայաստանի երկնակամարում ես տեսնում եմ մեր Տեր Աստծուն, որը մեր հայրն է, որը ուշի ուշով մեզ հետևում է։ Եվ ինչպես մենք ծնողներս շատ սիրելով երեխաներին խիստ ենք, պատժում ենք, սիրում ենք, մեր վերջի հացի կտորը տալիս ենք, բայց նաև անկյուն ենք կանգնացնում։ Ես կարծում եմ Տեր Աստված նույն կերպ վերաբերվում է մեզ։ Մենք չպետք է ծուլանանք, չպետք է ապուշանանք, պետք է լինենք յուրաքանչյուրս գիտակցենք, որ պատասխանատու ենք մեր ազգի ապագայի համար, մեր երկրի ապագայի համար, յուրաքանչյուրս
Ձեր թե մանուկ, կին թե տղամարդ, այս երկիրը Աստծո երկիրը, մենք Աստծո ժողովուրդ ենք, պետք է գնանք առաջ։ Մեզնից սկսվել է, մեզնով կավարտվի։ Շնորհակալություն շատ ողջեղեն եւ վսեմ վերջաբանի համար։ Մեր հանդիպումները բարբերական են։ Հետաքրքիր թեմայով կհանդիպենք հաջորդ ուրբաթ ուրբաթախոս Լիա Ավետիսյանի հետ։ Ապրես։ Դրանով էլ հատկանշենք։ Այո։ Համակարծիք եք։ Իհարկե։ Ամենայն բարիք ձեզ, Տիկին Ավետիսյան։ Շնորհակալ եմ սիրելիս, քեզ էլ բոլորիս։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս հայագետ, լեզվաբան, թարգմանիչ, գրող, հրապարակախոս, այդ շարքը կարելի է անվերջ թվարկել։ Մի խոսքով ճգնախայուհի Լիա Ավետիսյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։